Պարոն Աբրամյան, բոլորին անհասկանալի ու առեղծված մնաց, ինչպես ստացվեց Հովիկ Աբրամյանի մանումենտի առանձնատունը, կալանքի տակ գտնվող առանձնատունը մեկ գիշերվա մեջ իշխանությունների սրտի գործարարին Նարեկ Նալբանդյանին վաճառվեց, ո՞նց եղավ։ Գիշերվա մեջ չի եղել, ցերեկն է եղել, գործի ժամին, այդ հարցերը պետք է դիմեք իրենց։ Իրենց պետք է դիմեք։ ԱԱԾ-ն զբաղվում է դրանով, ձեզ երբևիցե հրավիրել են հարցակցության։ Ոչ։ Բայց ինչու ԱԱԾ-ին չեք հարցնում։ ԱԱԾ-ին հարցնում ենք, ասում են ըստ էության նախաքննություն են տանում, դե հիմա ըստ էության քննչական կոմիտեում են տանում։ Բայց բավարարվեք դրանով։ Մարդիկ նորմալ պատասխանում են։ Մարդիկ կալանքի տները 100 տարի է պարոն Աբրամյան մնում են, բայց չեն կարողանում։ Բայց էլի կալանքի տակ է մեկ տունը։ Բայց վաճառվեց իշխանության սրտի գործարարին, այստեղ է։ Ունեք ձեզ համաձայն չեմ, որ ինքը իշխանության սրտի գործարարն է։ Դա էլ եք դուք այդ մարդու վրա, դուք բերում եք մի բան, ինչը ոչ վաճառվեց։ Ինչպես վաճառվեց կալանքի։ Այն ժամանակ կալանքի տակ չի եղել։ Եթե կալանքի տակ լիներ, նման գործարք չէր լինի։ Հիմա այսօր ես ուզում եմ ձեր հետ մի քիչ երկար խոսեմ, որ դուք հասկանաք, որ ես նորից մատ ուզում եմ հաստատեմ, որ ես ոչ մեկից չեմ վախենում, բացի ձեզանից։ Եվ որովհետև մի տեղ չի եղել, որ ես իմ վախը ցույց տամ, կամ վախենամ ինչ-որ մի բան կարծիք հայտնելուց։ Հիմա ուզում եմ ձեզ կարճ կոնկրետ ասեմ։ Ինչ որ գործեր ընթանում եմ հետ կապած ասեցի, որ իրականության հետ աղեր շունի, իսկ ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, դա մեր ընտանիքի քավորն է, դա քավորությունը սրբություն է եւ որևէ մի ժամանակ ես չեմ նեղվել, որ Սամվել Կարապետյանի արած դրական գործերը, որ ի նպաստ մեր երկրին ծառայել է իր գործունեությամբ, հաստատեմ, հիմա էլ եմ հաստատում եւ ասել եմ ձեզ, դուք անցած անգամ չեք ուզում դրա մասին խոսեք, ասել եմ, որ յուրաքանչյուր ապօրինի գործունեություն ժամանակին դա ուրեմն քննադատելու եւ պատժվելու է։